Մանկական ալիք, նանի զանի։ Շարլ Պերո, Կարմիր գլխարկը։ Մի գյուղում ապրում էր մի փոքրիկ սիրունիկ աղջիկ։ Ծննդյան օրը մայրիկը նրան մի կարմիր գլխարկ է նվիրում։ Գլխարկն աղջկան այնքան շատ է սազում, որ բոլորը նրան սկսում են կարմիր գլխարկ անվանել։ Մի անգամ մայրիկն ասում է. «Կարմիր գլխարկ, տատիկը հիվանդ է, վերցրու այս կարկանդակները և կարագը, տար տատիկը ուտի, որ շուտ լավանա»։ Կարմիր գլխարկը վերցնում է կարկանդակներն ու կարագը և ճանապարհ ընկնում տատիկին այցելության։ Տատիկի տունն անտառում էր գտնվում։ Եվ հազիվ էր կարմիր գլխարկը անտառ մտել, երբ նրա ճանապարհին հայտնվեց գայլը։ «Բարև, կարմիր գլխարկ, այդ ուր ես գնում», ասում է գայլը։ «Ես գնում եմ տատիկիս մոտ, նրա համար կարկանդակներ ու կարագ եմ տանում»։ «Կարմիր գլխարկ, իսկ որտեղ է ապրում տատիկդ»։ «Այ այնտեղ, անտառում, 3 մեծ կաղնիների տակ է նրա տնակը, իսկ մի քիչ ներքևում պնդուկի թփուտներն են, երևի կիմանաս», ասում է կարմիր գլխարկը։ Գայլը, որ շատ քաղցած էր, որոշում է նախ ուտել տատիկին, իսկ հետո էլ կարմիր գլխարկին։ Եվ նա կարճ ճանապարհով վազում է դեպի կարմիր գլխարկի տատիկի տուն։ Իսկ կարմիր գլխարկը չէր շտապում։ Ճանապարհին վազվզում էր թիթեռների հետևից, տատիկի համար ծաղկե փունջեր հավաքում։ Իսկ գայլն այդ ընթացքում կարճ ճանապարհով վազում է ուղիղ տատիկի տուն ու դուռը ծեծում։ «Ո՞վ է»։ «Ես եմ, կարմիր գլխարկը», ասում է գայլը բարակ ձայնով։ «Քեզ համար կարկանդակ ու կարագ եմ բերել»։ Տատիկին թվում է, թե դա իսկապես կարմիր գլխարկն է ու ասում է. «Քաշիր սողնակը և դուռը կբացվի»։ Գայլը սողնակը քաշում է, դուռն անմիջապես բացվում է։ Նա զգույշ ներս է մտնում, հարձակվում տատիկի վրա ու կուլ տալիս նրան։ Հետո հագնում է տատիկի հագուստը, գլխին դնում նրա գլխարկը ու պառկում անկողնում։ Շուտով տեղ է հասնում նաև կարմիր գլխարկը։ Նա թակում է դուռը և գայլը ձայնը տատիկի ձայնին նմանեցնելով ասում է. «Ո՞վ է»։ «Ես եմ, կարմիր գլխարկը, քեզ համար կարկանդակ ու կարագ եմ բերել»։ «Քաշիր սողնակը և դուռը կբացվի», ասում է գայլը։ Կարմիր գլխարկը ներս է մտնում ու նստում անկողնու կողքին։ Գայլը գլխարկը քաշում է աչքերին ու մտնում վերմակի տակ։ «Վայ, տատիկ ջան, ինչու այդքան մեծ ականջներ ունես», հարցնում է կարմիր գլխարկը։ «Որ քեզ լավ լսեմ», ասում է գայլը։ «Տատիկ, իսկ ինչու այդքան մեծ աչքեր ունես»։ «Որ քեզ լավ տեսնեմ», պատասխանում է գայլը։ «Վայ, տատիկ ջան, իսկ ինչու այդքան մեծ բերան ունես»։ «Որ քեզ հեշտ կուլ տամ», ասում է գայլն ու անկողնուց դուրս պրծնելով հարձակվում կարմիր գլխարկի վրա։ Բայց հենց այդ ժամանակ որսորդներ էին անցնում տան մոտով, և աղմուկը լսելով նրանք ներս են մտնում ու սպանում գայլին։ Իսկ տատիկն ու կարմիր գլխարկը ողջ ու առողջ դուրս են գալիս գայլի փորից։